Եղբորս այդ դեպքը որ կատարվել է, ես իմացել եմ լրատվական միջոցներից։ Տեղյակ չեմ։ Փաստորեն մարդը որ ինձ պիտի տեղյակ պահեր, կես տարի ես այդ տեղեկությունները չեմ ստանում։ Եղբորս չեմ տեսել ընդհանրապես, տեղեկություն չունեմ։ Նրա ծանր հիվանդությունների պահանջով ես զարմանում եմ, որ այսքան ժամանակ այդ տղան դիմակայում է անդե։ Հետո եւս մեկ ապացույց, որ այդ տղան մենակ ոգով չէ։ Այդ իր հիվանդ առողջականում ինքը դիմադրում է։ Այդ թղթերը որ բերել եմ, դա ոչ թե միջազգային օրենքով, այդ համաշխարհային գալակտիկայի օրենքով դա արգելված է։ Չի կարող այդ տղան բանտի պայմաններում լինի։ Դա ինչ որ եսի ինչ հանցագործ չի։ Եթե այն հանցագործն ոնց դատախազություն աննշան կառավարությունն էլ պնդում է բնականաբար որ պահել է բանտի խցում, ուրեմն թող դատեք գնդակարություն մի անգամից թող գնդակարին։ Իսկան այս տանջանքը տղային ավելի բան է, վատթարագույնն է։ Գլխուղեղի վիրատություն տարել է, ողնաշարի վիրատությունը տարել է, ձեր ամբողջովին վիրատված է, կողլերի վիրատված է։ Հոդերը սարսափելի վիճակի է։ Գրիժան արդեն Հելեն Աշճանյան գեգեդին որ էլ չեմ կարող։ Սա ներվային համակարգը խախտված։ Վիզը պրոդով ամրացված է մարմնին է տղայի։ Մի խոսքով սարսափելի վիճակ։ Այդ տղային կամաց սպանում է։ Վերջին անգամ մորս, չգիտեմ, մեր հարգարժան մարդու իրավունքների պաշտպանը ինչ որ տերևի հերոստատուսով հայտարարություն արեց, գնացել ենք ինձ արգելեցին մտնեմ, արգելեցին, չգիտեմ ինչ ինչը պատճառը բանելով, եւ արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ համարվում, որտեվ հաց բերողի եղբայր եմ։ Իսկ մեր եկիր արդեն կամաց գնում ենք հակառակումը։ Հաց բերելու գաղափարը երևի մեզ մոտ արդեն կորում է։ Մայրս մտել է, դե բնականաբար ինչ պիտի ասի, եղբայրս որ չէր ասի վատը։ Մորը չենք որպեսի մայրը չընկճվի, բնականաբար կասեր շատ լավ է, մամա ջան։ Նույնիսկ հրեշտակի թևերն է, ուղղակի ներսում են պահե մամա ջան, արխային գնա։ Լավ եմ զգում։ Բայց դե այտենց ոնց կլինի։ Այդպես նստած զրուցել է, խոսել է։ Առնված այդքան։ Ու պատկերացնեմ Արտուր այնքան հզոր ուժեղ տղա է այդ տղան, ուժեղ տղա է, որ իրան զսպել, իրան ցիկ պահել է, խոսել է, որ մայրը հանգարց բան չնկատի։ Եմ ինչ թողելու հենց պատճառը, ես պատճառը բանում եմ հենց դրանում, որ ես չմտնեի, երկու բառ չխոսեի կամ չտեսնեի վիճակը տղայի։ Մարդ չի սպանել, հացա բերեք, ու հպարտանանք առանցին մեր օջախներում, լավ, ճիշտ է, հասկացանք արարքը մի քիչ քննադատելի է, հասկանալի է դա, բայց արարքը, մեր տները օջախներում որ գնում ենք, ուրախանում ենք, ասում ենք, լավ է, մեր ազգի մեջ տեսեք մարդիկ կան դեռ։ Հասկա մարդուկ դու դրել եք, պարտադրում եք, ստիպում եք, ներողություն արտահայտած բառացում զաստավիտ եք կամ ճնշում եք, կամաց կա ծառելու, բսկտելու, սպանում եք մարդուն, որ ինչ ասի, որ ինչ որ մեկին ճանաչել է մնդե դրա համար։ Ասած տղա եղբայր ինժեներներ լինեն նույնը կանեի, բժիշկներ լինեին նույնը կանեի, գիտնականներ լինեին նույնը կանեի, այսինքն իմ արարքը ինչի մեջ եք վերագրում։ Ոչ մեկի փառքացու չեմ սպանել։ Իմ մեքենայով, իմ ծախսով, իմ առողջականի մեքենայով բան չի մնացել, ոնց են ցաբախել 1.99-ի դիմաց, մարդիկ խոսում են, անուններ չեմ տալի։ Այդ տղան 1.99-ի դիմաց է մտել, այսինքն այդ մեկը փրկվել է։ Ոնց է եղել որ մտել, այդ ավտոյից բան չի մնացել։ Ոնց վրից տանգով է տալի, այդպես խփել են մեքենայի վրա։ Միտումնավոր հայերը, ճակերտավոր խփել են այդ սնունդով մեքենայի, որ մեջի մարդուն սպանեն։ 89 թվականից այդ բարեգործական ընկերություն կար այդ բանի Ստամբուլցյանի։ Այնտեղից sense սկսել էր անդադ գնում էր, գալիս էր սնունդ, ուտելիք, այսինքն աշխատում էր, մի քիչ ծիծաղել է, բայց այդ գումարը պետք չէ, գումարը տանում էր, ասենք ինչ որ մի բաներ անում, այդպես ընկերներին հավաքում էր, կազմակերպում էր, մեքենաներն էին դատարկում, բարձում էին, անում էին։ Ես էլ եմ ընկեր, ես էլ եմ արել։ Ամեն իմ հորդերը, որ ծիծաղում էի, ծաղրում էի, բայց անում էի, ամեն դեպքում անում էի, գնում անում էի։ Ավարտել է համասանի ֆիզմատ, պոլիտեխնիկի կիբերնետիկան ավարտել, զուգահեռ բժշկական կիբերնետիկան ավարտել, հետո եկել ասպիրանտուրա, հետո գնացել է ֆինանսաբանկային եւ բորսական համալսարանն ավարտել, հետո նորից հետո եկել կառավարման ակադեմիա դիմել, հետո գնացել է տնտեսագիտական ավարտել։ Ժողովրդական վարպետ էլ այդ էլ ասեմ, քանդակագործան, նկարիչ է, դասավանդում էր ինստիտուտում։ Նույնիսկ երեխաներ անվճար երեխաներ էր պահում, ասում էր այդ երեխաները մեր ապագան են։ Ճիշտ է, լավ ապագա է, սովորացնում անենց, որ ոնց որ ինքն է ուզում։ Դասավանդել է պոլիտեխնիկ, ֆինանսաբանկային բորսական համալսարանում միանգամից 3 հատ առարկա է դասավանդել, ինֆորմատիկա, համալսարան, ինքն էլ իր բանել է մասնագիտությամբ։ Այդ էլ ունի, այդ կրթությունն էլ ունի տղան։ Նկարում էր, քանդակում էր։ Նույնիսկ առիթը բաց չէր թողնում ժամանակը։ Երեխաներին կանչում էր ինձ վերնիսաժում։ Նստացնում էր ու սովորացնում էր։ Անվճար կրկնում եմ, շեշտում եմ, անվճար։